Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մի շարք կարևոր հարցեր ենք քննարկելու։ Առաջին հերթին կխոսենք Նիկոլ Փաշինյանի 3 հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մասին, որտեղ որ իմ պատկերացումով իհարկե ընդհանուր հարցազրույցը շատ կարևոր էր, բայց 3 կարևոր բացահայտում կար։ Առաջինը վերաբերվում էր երկաթուղու հարցին, եւ կխոսենք սրա մասին մանրամասն, թե ինչ ասեց Փաշինյանը, եւ նաեւ կբացեմ փակագծեր, թե իրականում ինչ նկատի ուներ իր այդ խոսքերով, որովհետև շատ բաներ ուղիղ չասեց եւ դա պարզ է դառնում միայն մանրամասն վերլուծելուց եւ հասկանալուց, թե ինչ նկատի ուներ նաեւ վարչապետը։ Բացի դրանից կխոսենք իր կարևոր հայտարարությունների մասին օլիգարխների ուղղությունով եւ այստեղ էլ ես ոչ միայն ենթադրում եմ, այլ պնդում եմ, որ խոսք է գնում ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եւ առհասարակ Կարապետյանների մասին, բայց նաև զուգահեռ դրա եւ կարևոր հայտարարություն արեց կտրիչ Ներսիսյանի ուղղությամբ եւ այդտեղ շատ ուղիղ ասաց, իրականում այնինչ երկար ժամանակ է մենք ձեր հետ քննարկում ենք, բայց վարչապետը նաև բացահայտեց այդ իր մոտեցումը եւ խոսեց, թե ինչպիսին եւ երբ է լինելու այդ որոշումը, եւ մենք ձեր հետ միասին նաև կխոսենք սրա մասին։ Բացի դրանից անպայման կանդրադառնանք JD Vance-ի այցին Ադրբեջան, կխոսենք, թե Ադրբեջանում ինչ արդյունքներ է արձանագրել եւ ինչ շահեր ունի Ադրբեջանը, ինչ է ստանում Ադրբեջանը, կհամեմատենք դա նրա հետ, թե Հայաստանը եւ ինչ է ստանում Միացյալ Նահանգներից եւ Ադրբեջանը ինչ է ստանում, եւ իհարկե ես կարճ կմեկնաբանեմ JD Vance-ի հետ կապված այդ աղմկահարույց դեպքը, երբ ինքը այցելեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, դրա մասին գրեց թվիթ իր էջի վրա X-ում եւ դրանից հետո գիտեք, որ ջնջել են այդ թվիթը եւ արդեն ուրիշ թվիթ կա, բայց ուրիշ բառապաշար է օգտագործված այդ ուղղությամբ։ Ես իրոք համարում եմ, որ այս թեմաները եւ ուստի այս վերլուծությունը շատ կարեւոր է եւ միջև անցնելը բուն թեմային ուզում եմ հիշեցնեմ ձեզ, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, ես նաեւ միշտ կարդում եմ ձեր մեկնաբանությունները եւ արձագանքում եմ, ուստի հորդորում եմ ձեզ, որ մեկնաբանություններում շարունակեք մեր քննարկումը եւ դուք նաեւ կարող եք բաժանորդագրվել ալիքին։ Անցնենք առաջ, հարգելի հայրենակիցներ, եւ սկսենք առաջի կարևոր թեմայից, դա վերաբերվում է երկաթուղուն։ Վարչապետը փաստացի ուղիղ ասաց, որ երկաթուղու հարցը ինքը քննարկել է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, թե ուշադրություն, ինչու իրենք ուզում են կառուցել երկաթուղի Կարսից մինչև Նախիջևան եւ հետո որ թրիփի միջոցով Մեղրու հատվածում կապնվի Ադրբեջանի հետ, նրա փոխարեն որ նաեւ օգտագործեն եղած արդեն երկաթուղին Հայաստանի տարածքով, նկատի ունեմ Կարս-Գյումրի, հետո Երևանով եւ հետո Դիլիջան, Ղազախ, Իջևան, Ղազախ կներեք ուղղությամբ եւ ըստ իրեն սրա վրա դիվանագիտական լուր արձագանք են ստանում եւ բովանդակությունը այդ արձագանքի նրա մասին է, որ այս երկաթուղին գտնվում է Ռուսաստանի հարավկովկասյան երկաթուղու կամ Ռուսաստանի երկաթուղու RЖD-ի վերահսկողության տակ կոնցեսիոն պայմանագրով, ճիշտ է, պետք է իհարկե ընդգծել, որ իրականում երկաթուղին պատկանում է հայկական պետությանը, բայց կառավարումն է հանձնված ռուսական կողմին, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը այդպիսի հղում են անում այդ ուղղությամբ ըստ վարչապետի եւ վարչապետը արձանագրում է, որ դա կարևոր հիմք է այն առումով, որ Հայաստանը փորձի ուշադրություն այստեղ էլ ինքը շատ ճիշտ դիվանագիտական բառապաշար օգտագործեց, ասաց, որ ընկերական, եղբայրական մթնոլորտում, բայց Ռուսաստանի կողմի հետ պետք է քննարկել երկաթուղու վերադարձը փաստացի, բառացի դա չասեց, բայց հասկանալի էր, ուշադիր եթե դիտես, որ վերադարձը հայկական կառավարման տակ եւ դա լինելու է այն տրամաբանությունից, որ Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ երկաթուղային կապ հաստատելով պետք է Հայաստանին, որ ինքը ունենա այդ վերահսկողությունը իր սեփական երկաթուղու վրա, նրա փոխարեն որ դա անի Ռուսաստանը եւ ռուսական պետական այս գործընկերությունը։ Ես նաեւ այստեղ ենթադրություն կանեմ, սա որևէ ձև չի հակասում Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, իմ պատկերացումով ուղղակի սա կարա լինի օգտակար, որ մենք առնվազն քննարկենք, որ
Տեսեք, այս իրավիճակը եւ այսպիսի գնահատականը կարող է նաեւ լինի դիվանագիտական քայլ Հայաստանի կողմից, այսինքն կարող է այդքան էլ դա մեծ կապ չունենա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ցանկության հետ, որ թրիփի փոխարեն կամ միջև թրիփը կառուցվի, կապը հաստատվի նաեւ Հայաստանի տարածքով, կարող է այդքան էլ դա Թուրքիա-Ադրբեջանի հարցը չէ, ինչքան որ մենք փորձում ենք նաեւ օգտագործել այդ հնարավորությունը միանգամից մի քանի ուղղությամբ շահելու եւ գիտեք դիվանագիտությունը այսպիսի բան ընդունում է։ Առաջինը, որ սա տալիս է հիմք մեզ, պատճառ, թե ինչու ենք մենք պետականացնում երկաթուղին, լուծվում է այդ հարցը, նաև նա տալիս է մեզ պատճառ, որ հետո մենք ասենք Թուրքիային եւ Ադրբեջանին, որ ինչ տարբերություն թրիփը թե այս ուղղությունը ոչ մի տարբերություն չկա եւ արեք օգտագործեք նաև այս երկաթուղին, իսկ դա մեզ ինչներիս է պետք, որովհետեւ եթե առաջինը բացվի, երբ որ հուսով եմ, եւ դա շատ կարեւոր է, առաջինը բացվի ոչ թե թրիփը, որին կառուցելուն 2 տարի պետք է լինի խոսքին, կարող է մի փոքր ավել, ապա եթե միջև այդ մենք կարողանանք արդեն եղած երկաթուղով կապը հաստատել Թուրքիա եւ Ադրբեջանի, մենք փաստացի կկարողանանք իրավական հիմքերը այդ սահմանի հատման, ուրիշ մանրամասները եւ այլն այդ ամեն ինչին հասնել եւ արդեն ունենալ, իսկ այդ դեպքում ավելի պարզ կլինի, ավելի իօգուտ Հայաստանի կլինի եւ ամեն դեպքում մենք պետք է հասնենք նաև նրան, որ Ադրբեջանը եւ Թուրքիան միայն տրիպը չօգտագործեն, ուրիշ հատվածներն էլ օգտագործեն, որ տրիպը չլինի առանձնահատուկ այսպիսի միայն շրջան, այլ մնացած հատվածներն էլ։ Եվ դա նաև կբերի, եւ վարչապետը դրա մասին խոսեց, բարելավման հայկական երկաթուղու հնարավորությունների եւ ցանցի արդեն այս պարագայում, որովհետեւ մեծ ներդրումներ կարվի այդ ուղղությամբ եւ դա լուրջ նաև հնարավորություն է նրա համար, որ հարգելի այնիկիցներ փաստացի արձանագրվի այսպիսի կարևորագույն զարգացում եւ առաջընթաց երկաթուղու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ վարչապետը այստեղ բացահայտեց այն, որ Ռուսաստանի հետ մենք փաստացի քննարկում ենք եւ պատրաստվում ենք երկաթուղին վերադարձնել Հայաստանի վերահսկողության եւ կառավարման տակ, եւ դա արվելու է դրական մթնոլորտում, որովհետեւ վարչապետը այդտեղ էլ ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ օրակարգ չունի, բայց վարչապետը շատ ճիշտ գնահատական տվեց, որ Հայաստանը առաջ երթին գործելու է իր շահերով։ Այո, Ռուսաստանի դեմ չի ուղղվելու, իհարկե, որևէ դեպքում, բայց առաջինը լինելու է Հայաստանի շահը, այլ ոչ թե ուրիշ որևէ պետության շահը։ Հենց այսպես էլ վարչապետը ասաց եւ ես սա ողջունում եմ։ Սա շատ կարեւոր ճիշտ գնահատական եւ մոտեցում է մեր արտաքին թե ներքին քաղաքականության ուղղությամբ։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, պետք է նաեւ արձանագրել եւ ուղիղ ասել, որ սա նաև նշանակում է, որ մենք մոտակա ժամանակահատվածում կունենանք առաջընթաց այս ուղղությամբ եւ ես համարում եմ, որ դա կարա նաև լինի շատ օգտակար ընդհանուր առումով մեր գործընթացում նկատի ունենալով հենց երկաթուղու վերականգնման հարցը, այսինքն հայկական վերահսկողության վերականգնման հարցը։ Երկրորդ կարևոր հարցը, որը վարչապետը քննարկեց, վերաբերվում է արդեն մի փոքր ուրիշ ուղղությանը, եւ երկրորդ ուղղությունը դա անմիջապես արդեն վերաբերվում է իհարկե հենց եկեղեցուն եւ այդտեղ Կտրիչ Ներսյանի ուղղությամբ վարչապետը կրկնեց շատ կարեւոր հայտարարություններ, բայց եւս մեկ բան կարեւոր ավելացրեց։ Վարչապետը ասաց, որ պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ եւ խոսել է նրա մասին, որ եկեղեցին հարկային դաշտը շրջանցելով նաև աջակցում է կոռուպցիային եւ օգնում է, որ ընդդիմությունը այդ թաքուն ֆինանսավորում ստանա նաև տարբեր աղբյուրներից եւ դա շատ կարեւոր է, բացի դրանից խոսել նրա մասին, որ եկեղեցին ցավոք դարել էր քաղաքական գլխավոր կառույցը, որը օգտագործվում էր օտար պետության կողմից, վարչապետը ասաց այսպիսի բառեր, ես կիսում եմ լիովին այդ մոտեցումը, որ Հայաստանում չի կարող լինել ուրիշ պետությունում, այն էլ ոչ թե հայկական, այլ ուրիշ պետության։ Այսինքն բացահայտ եւս մեկ անգամ արձանագրեց, թե ինչու հետ մենք գործ ունենք, երբ վերաբերվում է հարցը Կտրիչ Ներսյանին, բայց այստեղ պետք է կարևորագույն ես արձանագրում անեմ, որ վարչապետը ասաց. ես այս թեմայով արդեն կարող էի որոշումներ կայացնել, բայց իր նպատակն է լեգիտիմության հարցը։ Այսինքն, թարգմանեմ սա,
եւ սա նշանակում է, որ վարչապետը փորձում է հանրային միասնություն եւ հանրային աջակցություն ձևավորել կտրիչ Ներսյանից մեր եկեղեցին ազատագրելու եւ զուգահեռ դրա եկեղեցու բարենորոգման այդ օրակարգը առաջ տանելու հարցում, նրա փոխարեն, որ միանձնյա այդպիսի որոշում կայացներ։ Այսինքն ինքը փորձում է այդ ժամանակը օգտագործել նրա համար, որ հանրային ել ավելի մեծ մասնակցություն, ներգրավվածություն եւ աջակցություն լինի։ Հասկանալի է, ուստի վարչապետի կողմից ժամանակ ձգելը հիմա հասկանալի է, այսինքն շարունակաբար բնույթ դրան տալը եւ հարցը շուտ չլուծելը պարզ է, թե ինչուց է գալի, բայց ես պետք է այստեղ արձանագրեմ, որ պարոն վարչապետ, երկար ժամանակ այս հարցը շարունակելը վնասակար է, ինչպես հանրության, այդպես էլ եկեղեցու, այդպես էլ մթնոլորտի, այդպես էլ նախընտրական ժամանակահատվածում վնասակար է եւ ես հուսով եմ, որ չնայած ձեր ասացի եւ նաեւ ի պատասխան ձեր ասացին ասեմ, որ լեգիտիմության հարցը իմ գնահատականով եւ մեր հանրության մեկնաբանություններում ես դա նաեւ հաճախ տեսնում եմ եւ կոչ եմ անում, կարող եք նորից հաստատել, մեր հանրությունը լայն շերտերը մեր հանրության տարբեր տեղերում, ֆիզիկապես կլինի դա Հայաստանում, թե սոցիալական ցանցերում, թե եւ այլն, աջակցում են մեր եկեղեցին կտրիչ Ներսյանից եւ իր փոքրիկ խմբակից ազատագրելու հարցին եւ այդ հարցը պետք է լուծվի շուտապույտ, եւս ժամանակ ձգելու կարիք չկա, լեգիտիմության հարցը այդ ուղղությամբ որոշված է։ Բացի մի քանի խմբերի, կտրիչ Ներսյանի խմբակի, Դաշնակցության եւ գործակալական ցանցի, փաստացի մեր հանրությունում չկա որևէ շերտ, որը պատրաստ է կտրիչ Ներսյանին պաշտպանել, որովհետեւ վարչապետն էլ ասաց հարցազրույցի ժամանակ, եկեղեցիները դատարկ են, երբ զանգեր են նույնիսկ հնչում, որ գան ինչ որ պարագայում եւ այդտեղ ժողովուրդը լինի, նույնիսկ վաղրաշապատում մարդիկ չեն գալիս, որովհետեւ կտրիչ Ներսյանը չունի այդ հեղինակությունը մեր ազգում եւ մեր հանրությունում, եւ դա փաստ է։ Եվ իհարկե մենք տեսնում ենք, որ այս հարցը փորձում են խեղաթյուրել, այդ թվում օրերս Թբիլիսիում կազմակերպվել էր այդպիսի փոքր հանրահավաք եկեղեցու առջև, որտեղ որ փորձել են աջակցել կտրիչ Ներսյանի եւ մի շարք իմ պատկերացումով շատ սխալ գնահատականներ են տվել, որ իբրև ուրեմն այս քաղաքականությունը եկեղեցու դեմ է ուղված եւ այլն, ինչը բազում անգամ պարզաբանվել է, որ դա այդպես չէ եւ հակառակը մեր եկեղեցիները շատ ավելի բազմամարդ են դարել վարչապետի կողմից սկսված գործընթացի հետևանքով։ Ով էր կազմակերպել այս հանրահավաքը, ձեր համար կարծում եմ պարզ պետք է լինի, տրամաբանությունը, մասնակիցները եւ ուրիշները դա բացահայտ եկեղեցին էր հենց եւ Դաշնակցությունը, ուստի որևէ բան չի փոխվում եւ մենք, այդ թվում ես անձամբ, շարունակում եմ պնդել, որ հայկական պետությունը օտար պետությունների հատուկ ծառայությունների վերահսկողությունից դուրս հանելու զուգահեռ երկու խոշոր հարցը մնում է օրակարգում, դա մեր եկեղեցին կոնկրետ KGB-ի վերահսկողություն տակից հանելն է եւ հայ հեղափոխական դաշնակցությունը իր նաեւ հայդատի բյուրոների միջոցով, որը այս օրերին այնպիսի Վաշինգտոնից հայտարարություններ է նաեւ տարածում, որը ուղիղ խոչընդոտում է հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին, Վաշինգտոնում ANC-ի կոչված հայդատը հայտարարում է, որ Փաշինյանը ընտրություններ է կեղծում, հայտարարում է, որ Փաշինյանը օգտագործել է Վենսին իբրև նախընտրական իր օրակարգում եւ այլն, մի խոսքով սա աննկարագրելի ստեր են, որը ցավոք ամենախոշոր կազմակերպությունը, որը պետք է Հայաստանի շահերի եւ հայ ազգի շահերի զարգացումով եւ առաջընթացով զբաղվի Վաշինգտոնում, զբաղվում է սրա փոխարեն հակա-հայաստանյան քաղաքականությամբ եւ նաեւ խոչընդոտում է Հայաստան-Ամերիկա ռազմավարական հարաբերությունները եւ ես հուսով եմ, որ մենք նաեւ քայլեր կանենք հայ հեղափոխական դաշնակցությունը KGB-ի վերահսկողությունից ազատագրելու ուղղությամբ։ Երրորդ կարևոր հարցը, հարգելի այրնակիցներ, վերաբերվում է արդեն օլիգարխի նշելու եւ վարչապետը շատ ճիշտ գնահատական տվեց, ասաց, որ չի կարող պետությունում ոչ վարչապետը մեկ դրամ աշխատավարձ ունենա, ոչ էլ նախարարները, ինքը այդտեղ պարզաբանեց իրականում, որ մարդիկ չպետք է ունենան իրենց սեփական խնդիրները եւ դրա համար պետք է ունենան աշխատավարձ, որ կարողանան իրենց անձնական, ընտանեկան խնդիրները լուծեն եւ դրա փոխարեն զբաղված լինեն ընդհանուր առումով
միայն պետական հարցերով։ Ես ավելին ասեմ, ինչպես պետական կառավարման մասնագետ, որ ես համարում եմ վարչապետը, նախարարները, падգամավորները այն դեպքում, երբ էֆեկտիվ են գործում, ես էֆեկտիվ գործելու պարագայում միայն, բայց այդ ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է ունենա շատ բարձր աշխատավարձ, որովհետև չպետք է ունենա ցանկություն, որ որևէ ուրիշ աղբյուր գտնի, այսինքն սեփական բարեկեցությունը ապահովելու համար չի կարող վարչապետը Հայաստանում, որը պատասխանատու է ազգի եւ պետության ճակատագրի համար, ունենա սեփական ֆինանսական խնդիրներ։ Սա ուղղակի անհնար է եւ նաեւ նույն իրավիճակում մի փոքր ավելի տարբերվող պետք է լինեն տարբեր բարձր պաշտոնյաները, բայց զուգահեռ դրա ես առաջարկում եմ, որ կոռուպցիայի ուղղությունով Հայաստանում լինի այնպիսի մթնոլորտ, որ զրոյացվի կոռուպցիան, այսինքն բարձր աշխատավարձներ եւ նույնիսկ հիմա ինչ կա դա նկատի ունեմ, ես նկատի ունեմ շատ ավելի բարձր աշխատավարձեր պետական կառավարման համակարգում ներգրաված լավագույն մասնագետների համար, որովհետև տեսեք, լավագույն մասնագետները մրցակցում են կամ իրանք կլինեն պետական կառավարման համակարգում, կամ լինեն ուրեմն մասնավոր ընկերություններում, այդ թվում ինչպես Հայաստանում, այդպես էլ արտասահմանում։ Եվ ասեմ ձեզ, որ շատերը ընտրում են լինել մասնավոր ընկերություններում եւ արտասահմանում, որովհետեւ այնտեղ աշխատավարձը շատ եւ շատ ավելի բարձր է։ Եվ մենք կորցնում ենք գիտելիք, հմտություններ, այն պատճառով, որ մեր քաղաքական գնահատականում կա պատկերացում, որ իբրև բարեգործությունով պետք է զբաղված լինեն ամենաբարձր պաշտոնյաները եւ իբրև իրանք չպետք է ստանան լավ աշխատավարձ։ Ուրեմն եթե մենք պահանջում ենք իրանցից շատ լավ կատարել իրենց գործը, պատասխանատվությունը, իրենք պետք է ունենան շատ բարձր աշխատավարձ։ Հարցը նրանում է, որ միայն այն դեպքում, եթե էֆեկտիվ է այդ կառավարման համակարգը, եւ այսօր մենք գնում ենք դեպի էֆեկտիվություն, բայց ես իհարկե շարունակում եմ կրկնել, որ իմ պատկերացումով քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետ Փաշինյանի կողմից ղեկավարված կառավարության գլխավոր խնդիրներից մեկը դա էֆեկտիվ կառավարման պակասն է, մեղմ ասած, եւ կարծում եմ, որ այս ուղղությամբ շատ ավելի մեծ անելիք ունի այսօրվա Հայաստանի կառավարությունը եւ հուսով եմ, որ ընտրություններում հաղթելուց հետո նաեւ կշարունակվի պետական կառավարման համակարգի ել ավելի էֆեկտիվ դարձնելը։ Եվ դրա վառ օրինակներ կան, ես հիմա այդ ուղղությամբ չեմ շարունակի մեր քննարկումը, բայց ասեմ, որ իմ տեսլականը, որը վերաբերվում է հայկական պետության զարգացմանը, ռազմավարական ներառում է առաջի հերթին հենց պետական կառավարման համակարգի այնպիսի բարեփոխում եւ ձևավորում, որը կապահովի հայկական պետության հզորությունը, որովհետեւ առանց պետական համակարգի բարեփոխումի եւ հզոր պետություն ձևավորելը անհնար է։ Եվ մեր բոլոր այսօր թուլությունները նաեւ գալիս են մեր պետական համակարգի նաեւ թույլ լինելուց։ Շարունակեմ եւ ասեմ, որ բացահայտ վարչապետ Փաշինյանը խոսել է նրա մասին, որ ուրեմն օլիգարխին իշխանությունը չպետք է հանձնվի ոչ եւ կառավարությունը ամեն ինչ կանի եւ ժողովուրդը այդ նպատակով, որովհետեւ ինքը պետության զավթելու մասին է խոսում, այո, հարգելի այրենակիցներ, երբ Կարապետյանները խոսում են 1 դրամ աշխատավարձի մասին, երբ խոսում են նրա մասին, որ ուրեմն նախարարներին փաստացի բյուջեից փոխարեն աշխատավարձ վճարելու է հենց օլիգարխը, ապա իմ համար դա ծանոթ է։ Վրաստանում ռուսաստանցի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին ձևավորել է այդպիսի համակարգ։ Պետությունը պատկանում է Իվանիշվիլուն, պետության եկամուտները գնում են Իվանիշվիլու գրպան, իսկ Իվանիշվիլին նախարարներին գումար է վճարում իր սեփական գրպանից։ Եվ իբրև սրանով խնայում են մարդկանց եւ հանրության բյուջեն, ինչը մեծ սուտ է, որովհետեւ սրա փոխարեն փաստացի ձևավորվել է վերահսկողություն մեկ անձի կողմից, որը չունի պաշտոն, ամբողջությամբ ուրեմն պետության վրա։ Եվ ես իհարկե զգուշացնում եմ ձեզ բոլորիդ եւ մեր հանրությանը, որ Կարապետյանների այս առաջարկը 1 դրամի աշխատավարձը, որ բյուջեից չի լինի, շատ վտանգավոր հայտարարություններ են։ Այսինքն որևէ դեպքում թույլ չի կարելի տալ, որ պետական պաշտոնյաները պատասխանատու չլինեն բյուջեի առջև, որովհետև բյուջեն դա մենք ենք, դա մեր բոլոր քաղաքացիների կողմից վճարած հարկերն է, իսկ հարկերը պետք է վճարել եւ դրանով, հարգելի հայրենակիցներ, մենք ձևավորում ենք պետություն, որը վարձում է նաեւ եւ ընտրում է
ամենալավ մասնագետներին, ամենալավ հմտություններ ունեցող անձերին մեր ազգից եւ տալիս է այդ պաշտոնը նրա համար, որ մենք բոլորս ել ավելի լավ իրավիճակում լինենք։ Այսինքն մենք պետք է ընկալենք կառավարությունը, վարչապետի պաշտոնը, մնացած պաշտոնները, ինչպես մեր ազգից ամենալավ հմտությունները ունեցող այս վիճակում, այս պարագայում, այս կոնկրետ իրականությունում մարդիկ, ում որ մենք ստանձնում ենք պետությունը կառավարելու պատասխանատվություն եւ ում որ մենք տալիս ենք աշխատավարձ, բայց մենք պետք է տանք շատ մեծ աշխատավարձ։ Մենք պետք է տանք իրանց երկարատև հնարավորություններ սեփական խնդիրները չունենալու, կլինի դա սոցիալական, թե ուրիշ։ Այսինքն վարչապետը մի վարքյան չպետք է մտածի ոչ իր ֆինանսական, ոչ իր սոցիալական, ոչ իր ընտանիքի բարեկեցության, անվտանգության կամ ուրիշ հարցերի մասին։ Սա նորմալ պետության իրավիճակն է, այլ ոչ թե մաֆիոզա կլանական իրավիճակը, երբ անձնական միլիարդատեր եւ միլիոնատերներ են դառնում, եթե վարչապետը ինքն է միլիոնատեր միջև է եղել կամ միլիարդատեր, խնդիրը դրանում չի։ Նայած, բայց միլիարդատեր եւ միլիոնատեր, հա, եթե ռուսաստանցի օլիգարխ է, որին Ռուսաստանում տվել են հարստանալու հնարավորություն, դա լրիվ ուրիշ հարց է։ Դա պարզ է։ Այսինքն մենք պետք է հասկանանք նաեւ, որ շատ կարեւոր է մեր կառավարությունը լինի ապահովված ամեն ինչով, որ ինչքան կարելի ավելի շատ ժամանակ ծախսի պետության ուղղությամբ։ Եվ կարծում եմ, որ այս արձանագրումը, որ օլիգարխները պետությունը զավթել են ուզում, վարչապետը ինչու մասին խոսեց, սա շատ կարևոր արձանագրում է եւ ես հաստատելով Վրաստանից լինելով, հաստատելով նաև եւ օրերս պատրաստել էի մի քանի ուրիշ վերլուծություն, դուք գիտեք, Իվանիշվիլին Փաշինյանի դեմ եւ այլն, եւ արձանագրում եմ, որ պետության զավթումը, որը Վրաստանում տեղի է ունեցել, շատ վտանգավոր գործընթաց է եւ ուստի վարչապետը ընկալում է վտանգները, որ Հայաստանում չպետք է թույլ տրվի սցենար, որը Վրաստանում տեղի է ունեցել եւ որը Սամվել Կարապետյանը փորձում է իրականացնել։ Այսպիսով վարչապետի այս ասուլիսի եւ ուրեմն այդ հարցազրույցի մասը փակենք, հարգելի հայրենակիցներ, եւ անցնենք երկրորդ մասին, շատ կարեւոր, եւ դա վերաբերվում է JD Vance-ի այցին արդեն Ադրբեջան, եւ գիտեք, որ Հայաստան այցից հետո փոխնախագահ JD Vance-ը այցելեց Ադրբեջան եւ այդտեղ ունեցավ կարեւոր քննարկումներ։ Եվ պետք է ասել, քննարկել ձեր հետ միասին, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել։ Պետք է ասել, որ ռազմավարական քարտի են ստորագրել Միացյալ Նահանգները եւ Ադրբեջանը, որը լրիվ ուրիշ փուլ է մտցնում, ուրեմն համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև։ Ըստ Ալիևի, սա ներառում է համագործակցություն ուրեմն ռազմական ոլորտում, արհեստական բանականությունում, էներգա անվտանգության առումով եւ տերորիզմի ահաբեկչության դեմ պայքարի։ Վենսը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանին Միացյալ Նահանգները կփոխանցեն մի քանի նավ Կասպիաց ծովում սեփական ուրեմն տարածքային ջրերը պաշտպանելու նպատակով։ Այսինքն, հարգելի հայրենակիցներ, երբ ես մի քանի վերլուծությունում վերջի խոսում էի նրա մասին, թե այն նաև հայտնի հայտարարությունը, որ ռազմական առումով համագործակցելու է Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները, ինչ նկատի ունեն, ես ասացի այդտեղ շատ ուղիղ, որ խոսքը գնում է նավերի մասին, հարգելի հայրենակիցներ, եւ բոլորդ կարող եք հանգիստ լինել, որովհետեւ դա մեզ չի վերաբերվում, դա վերաբերվում է մի կողմից Ռուսաստանի, որովհետև սպառնալիքը կարող է լինի Ռուսաստանը, մյուս կողմից Իրանին, սպառնալիքը կարող է լինել Իրանը։ Եվ դա ապահովում է նաև Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի կապը Կասպիաց ծովում եւ ապահովում է փաստացի ուղիղ, այսպես ասենք, հնարավորությունները այդտեղ միջին միջանցք կոչված միջազգային ծրագրի կամ տրանսկասպյան այդ ուղու ձևավորման եւ զարգացման, որը նաեւ TRIP ծրագրի կարևորագույն մասն է։ Ուստի սրանով իհարկե պատասխան է տրվում այդ կարևոր հարցին, որ առաջի հերթին սա վերաբերվում է հենց այդ ուղղությանը։ Հետո ահաբեկչության հարցը, որ վերաբերվում է, սա իհարկե Ադրբեջանի եւ Իրանի համատեքստը ունի, որովհետեւ
միշտ Իրանի ուղղությունով մեր հետ են համագործակցել, բայց ոչ թե այն տրամաբանությունով, որը գործակալական ցանցը Հայաստանում ասաց, ես տեսա Էդգար Ղազարյանի, հայտարարությունը, որտեղ որ խոսում էր նրա մասին, որ այդ ԱԹՍ-ները մեզ տալիս են, որ մենք Իրանին հետևենք, ես համոզված եմ, որ մենք Իրանին այդ ԱԹՍ-ներով չենք հետևելու, մեզ դա ուղղակի պետք չէ, եւ ոչ էլ Միացյալ Նահանգներն է դա պետք, համոզեցնում եմ ձեզ, այնպիսի տեխնոլոգիաներ ունեն Միացյալ Նահանգները, որ արբանյակներից այնպիսի բաների կարող են հետևել, որ խոսք չի գնում այդ ԱԹՍ-ների մասին, այդ ԱԹՍ-ները մեզ պետք են Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանի ուղղությամբ առաջի հերթին եւ սահմանային իրավիճակը առաջին հերթին հենց Ադրբեջանի սահմանին վերահսկելու համար։ Բայց արհեստական բանականությանը ինչ վերաբերվում է, իհարկե համագործակցություն այս ոլորտում է լինելու է, բայց մենք հիմա քննարկենք որակային առումով մոտիկ է դա Հայաստանին, թե ոչ։ Եվ էներգո անվտանգության, դե իհարկե նավթի գազի մատակարարումները, որը Ադրբեջանի տարածքով կան, դա էներգո անվտանգության հարցեր են։ Այսինքն հասկանալի է ամեն ինչ եւ հիմա ավելի մանրամասն։ Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները ստորագրում են Սոկարի եւ Էքսոն Մոբիլի միջև պայմանագրեր, սա շարունակում է իրենց համագործակցությունը այս ոլորտում, այսինքն դա մեզ օգտակար է, նա Ադրբեջանի նավթում եւ գազի ոլորտում Միացյալ Նահանգների ներկայությունը նշանակում է Միացյալ Նահանգների լծակը Ադրբեջանի վրա եւ դա շատ կարեւոր է։ Բացի դրանից թրիփի ուղղությունով նաև քննարկումներ է եղել, որ թրիփով Ադրբեջանը կստանա այդ ճանապարհը եւ սա կշրջանցի Ռուսաստանը եւ Իրանը եւ Եվրոպան եւ Ասիան իրար հետ կկապի, նաեւ կներառի գազի, նավթի եւ ինտերնետի եւ հոսանքի եւ ուրիշ մալուխներ եւ մի խոսքով սա կարելի է ասել հենց կայունության ձևավորման օրակարգ է Ադրբեջանում, որը պետք է շրջանցի Ռուսաստանը եւ Իրանը, այսինքն Ռուսաստան-Իրան այստեղ տրամաբանությունն է կարևոր։ Անվտանգության առումով պետք է ասել, որ ուրեմն նախագահ Տրամպը կանգնեցրել է 907 այդ հայտնի որոշումը եւ որը սահմանափակում էր Ադրբեջանի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում եւ հիմա խորացնելու են այդ համագործակցությունը հատկապես հենց ինչպես ասացի ձեզ ծովում եւ նաեւ Ռուսաստանի եւ Իրանի ուղղությամբ անվտանգային հարցերում։ Հիմա երբ սա համեմատում ենք Հայաստանի հետ, հարգելի այրենակիցներ, ապա Հայաստանը ստանում է միջուկային ծրագիր խաղաղ եւ ատոմակայան, որտեղ որ 5 եւ հետո 4 միլիարդ ընդհանուր ներդրումների մասին է խոսքը գնում, այսպիսի ներդրումների մասին Ադրբեջան խոսք չկա, հակառակը համագործակցելու են գազի եւ նավթի ոլորտում, որը արդեն երկար ժամանակ է կա եւ այդտեղ տեխնոլոգիաների հարց իհարկե կա, որովհետև նավթին եւ գազին անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, բայց բարձր տեխնոլոգիաների մասին խոսք չի գնում, իսկ ատոմակայանը բարձր տեխնոլոգիաներ են։ Տրիպի ուղղությունով փաստացի մենք ամրապնդում ենք այն, ինչ ցանկանում էինք հարգելի հայրենակիցներ, որ որևէ միջանցքային տրամաբանություն չկա եւ փաստացի հնարավորություն ենք ստանում, որ այդ բոլոր կապերը լինեն մեր ինքնիշխանության տակ եւ թրիփի հիմնադրամից է այս ֆինանսավորումները նաեւ լինելու։ Հայաստանը ստացել է նաեւ քաղաքական աջակցություն այս համատեքստում 49 եւ 99 տարվա ընթացքում նկատի ունեմ փաստացի այս եւ վարչապետը դրա մասին ասաց եւ ես ուզում եմ իրոք դա արձանագրեմ, վարչապետը ասաց, որ մենք առաջի անգամ ունենք ծրագիր 99 տարով եւ դա ապահովում է Հայաստանի գոյությունը առնվազն 99 տարով։ Կարող է սա լավ չի հնչում այդ տրամաբանությունով, որը մեկը կարա այստեղ գտնի գոյության կասկած, բայց իրականում սա ուղղակի իրականություն է։ Հարգելի այրենակիցներ, երաշխիք նրա, որ մեր պետությունը կգոյատևի, մեզ պետք է եւ երաշխիքը միայն հայկական բանակը չպետք է լինի, երաշխիքն է նաեւ այսպիսի ամենահզոր եւ հիշեցնեմ նախագահ Ալիևը ընդգծեց, որ իրաց համար պատիվ է ամենահզոր պետության հետ այսպիսի համագործակցություն, այսինքն բոլորը գիտեն, ամենահզոր պետության մասին է խոսքը։ Եվ ամենահզոր պետության երաշխիքը 99 տարով մեզ տալիս է հնարավորություն, որ մեկ դար մենք ունենանք ծրագիր եւ երկար ժամկետով արդեն ծրագրենք մեր պետականության հարցը, օրակարգը, ճակատագիրը եւ ապագան։ Եվ սա շատ կարեւոր է, սա կարեւորագույն նշանակություն ունի հայկական պետության համար։ Եվ պետք է ընդհանուր առումով ասել, որ եթե համեմատում ենք ինչ է ստանում Հայաստանը եւ Ադրբեջանը, ես համոզված եմ եւ նոր փաստերով ձեզ ներկայացրեցի, որ Հայաստանը ստանում է շատ եւ շատ ավելի մեծ օգուտ
իրականում այս ծրագրից։ Ադրբեջանը իհարկե ունի նաև օգուտ, բայց իմ պատկերացումով անհամեմատելի են այս օգուտները։ Միացյալ Նահանգների շահը իհարկե պետք է նաև կարճ քննարկել, սա Ռուսաստանի եւ Իրանի շրջանցման հարցն է, տնտեսական ուղղությունով, սա նախորդ մեր վերլուծությունում քննարկված այդ նաև միջին միջանցքի ուղղությամբ եւ կենտրոնական Ասիան Ռուսաստանի եւ Իրանի վերահսկողությունից դուրս հանելու օրակարգն է։ Սա իհարկե Տրամպի համար քաղաքական օրակարգ է, որ ցույց է տալի, որ ընդլայնում է իր ազդեցությունը Հայաստանում նաև եւ սա հայ համայնքի ամերիկահայերի հետ էլ նաև կապ ունի, ընդլայնում է Ադրբեջանի հետ եւ դա Իսրայելի ուղղությունով քայլ է, որովհետեւ այդտեղ Վենսը նշեց, որ ուրեմն կարևոր պետություն է Ադրբեջանը, որովհետև իզատ ուրեմն Դոնալդ Տրամփի, բացի Դոնալդ Տրամփից, ուրեմն երկրորդ նախագահ, ով ունի լավ հարաբերություններ թուրքերի եւ հրեաների միջեւ, դա Իլհամ Ալիևն է։ Մենք օրերս ձեր հետ խոսել էինք, որ դա արդեն այդքան էլ այդպես չէ եւ ինչ է ասում Վենսը սրանով։ Սրանով Վենսը ասում է Ալիևին, որ Ալիև, ուրեմն ուշադիր կլինես եւ հանկարծ չվատթարացնես քո հարաբերությունները, դե հասկանալի է ոչ թե Թուրքիա, այլ հրեաների հետ։ Այսինքն դա շատ կարևոր բաղադրիչ է այս ամեն ինչի։ Եվ պետք է նաև իհարկե կարճ քննարկենք, թե ինչու պետք է ինչու այդ իրավիճակը տեղի ունեցավ այդ գրառման հետ կապված հարգելի այնեկիցներ ցեղասպանության ուղղությունով։ Տեսեք, առաջի հերթին J.D. Vance-ը այցելեց հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց եւ սա ոչ մեկ չի հերքել, ոչ մեկ չի ուրեմն մերժել եւ սա փաստացի տեղի է ունեցել, սա իր որոշումն էր նաեւ գնալ այդտեղ եւ ամենաբարձր պաշտոնյա ամերիկացիներ, ով այդտեղ երբեք եղել է, ուրեմն փող նախագահի մակարդակով։ Այստեղ պետք է նշել, որ սա, տեսեք, ունի այսպիսի տրամաբանություն առաջի հերթին, որ իհարկե մեծ ձեռնտու էր այդ գրառումը, երբ բացահայտ ընդգծվեց այդտեղ ցեղասպանության հարցը։ Իհարկե, իմ պատկերացումով անընդունելի է եւ ես կարծում եմ հայկական կողմը սա նաեւ կհասցնի մեր ամերիկյան գործընկերներին, որ այսպիսի բան դեռ տեղադրվի, իսկ հետո ուրեմն ջնջվի եւ ուրիշ տարբերակով արդեն ցեղասպանություն բառը խուսափեն օգտագործել։ Տեսեք, որովհետեւ անձնական առումով փաստացի J.D. Vance-ը այո համամիտ է եւ դրանով նաեւ ազդակ ուղղվեց Թուրքիան եւ Ադրբեջանին, որ այո ցեղասպանությունը իհարկե տեղի ունեցել։ Բայց այդ փոփոխությունը կարող վերաբերվի նրան, որ սա հակասում է Տրամպի աշխատակազմի մոտեցումին այսօր։ Այսինքն Տրամպի աշխատակազմի մոտեցումը ոչ թե հերքում է ցեղասպանությունը, ինչ խոսք, ոչ։ Տրամպի աշխատակազմը ճանաչում է ցեղասպանությունը բարձ ցեղասպանություն օգտագործելուց բացի, որովհետև սրանով փորձում են բալանսավորել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ես կարծում եմ, հարգելի այնեկիցներ, որ մենք պետք է հասկանանք եւ հարգենք Միացյալ Նահանգների մոտեցումը, այն առումով, որ Միացյալ Նահանգները փորձում են ոչ թե առճակատման մեջ գտնվել Թուրքիայի հետ մեր պատճառով, այլ փորձում են հակառակը այնպես բարելավել հարաբերությունները, որ մենք վտանգները պակաս ունենանք։ Այսինքն ոչ թե ցեղասպանության ճանաչումի թեման լինի ամենակարևորը, այլ նոր ցեղասպանություն թույլ չտալու թեման, եւ դա ներառում է Թուրքիայի հետ եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը, կայունացումը, սահմանի բացումը, ներառում է TRIP-ը, ներառում է մեր տարածքային ամբողջականությունը, ներառում է, ինչպես Վենսը ասեց, ռազմական անվտանգությունը, որը անհրաժեշտ է նրա համար, որ մենք կարողանանք ապահովել փաստացի հայկական պետության անվտանգությունը։ Ուստի ես կասեի, որ իհարկե սա ուղղակի դիվանագիտական այսպիսի քայլ է եւ Սպիտակ տունը, ուրեմն կարելի է ասել, որ պարզաբանում է արել այս թեմայով, ասել է, որ իրանք ուրեմն ներողություն են խնդրում այս սխալի համար եւ այս սխալը տեղի է ունեցել, որովհետեւ աշխատակիցներից ոմանք օգտագործել են այս բառապաշարը, ճիշտ բառապաշարը, որը սխալ չէ, ճիշտ է, բայց հակասում է այսօրվա քաղաքականությանը, որը եւս մեկ անգամ նպատակ ունի ուրեմն խորացնել եւ չխորանալ այն հարցերում, որը կարա ել ավելի խնդիրներ ստեղծի, դրա փոխարեն լուծել հարցերը։ Եվ իհարկե դա այն տրամաբանությունից է գալի, որ վարչապետն էլ ասեց եւ ես համամիտ եմ, որ նրա փոխարեն, որ մենք խոսքին
մեր գերիների հարցը փորձենք միայն միջազգային օրակարգով այսպիսի սուրը հայտարարություններով լուծել, հարցեր կան եւ վարչապետը նշեց, ես համամիտ եմ Վագիվ Խաչատրյանի ազատ արձակելը, որին շատ էին սպառնում Ադրբեջանում, որի դեմ շատ մեծ ուրեմն այսպիսի քարոզ էին ծավալում, դա պատմական բան է, հարգելի այրենակիցներ, եւ դա հնարավոր դարավ նրա շնորհիվ, որ մենք բարձրաձայն այսպիսի հայտարարությունների փոխարեն միջազգային առումով փորձում ենք հարցը լուծել այստեղ գետնի վրա համագործակցելով, այսինքն սա ոչ մի ձև չի շղթում ցեղասպանության օրակարգը, հատկապես մեր կողմից, սա ուղղակի նպատակ ունի նրան, որ մենք լինենք ռեալ պոլիտիկի մաս, որը այսօր ձևավորվել է, ռեալ պոլիտիկը բառացի նշանակում է իրական քաղաքականություն, այսինքն իրական գործընթացներում մասնակցել այսօր ունեցող իրականությունը, որովհետև եթե մենք փորձենք գտնել խնդիրներ, ապա այդքան խնդիր կարա լինի, որ այդ խնդիրներով մենք երբեք կարող է չավարտենք այս գործընթացը։ Եվ սա շատ կարևոր մաս է ընդհանուր առումով, ուստի ես իհարկե կոչ եմ անում եւ հորդորում եմ եւ կասեմ սա նաեւ իմ ամերիկացի գործընկերներին եւ կհանդիպեմ դիվանագետներին եւ այլն, որ այսպիսի դեպքեր չպետք է տեղի ունենան եւ սա սխալ է եւ սա անհարգալից վերաբերմունք է մեր ազգի հանդեպ, բայց միևնույն ժամանակ պետք է եւ միանգամից պետք է ճիշտ տարբերակ կանեին, եթե չէին օգտագործում ցեղասպանություն բառ, միանգամից գրեին այնպես, ինչպես գրում են հաճախ մեծ եղերն են ասում եւ այլն։ Մյուս կողմից իհարկե մենք նաև հասկանում ենք իրանց ցանկությունները եւ մոտեցումը Միացյալ Նահանգների, որ սա արվում է ոչ թե մեր դեմ, այլ հակառակը մեր շահերը ապահովելու համար, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մեր գլխավոր նպատակներին հասնելու ուղղությամբ եւ հուսով եմ, որ այս պարզաբանումը նաև ձեզ էլ ավելի պարզ դարձրեց, թե ինչու է սա տեղի ունեցել։ Հարգելի այրենակիցներ, կարծում եմ շատ հետաքրքիր վերլուծություն ստացվեց։ Շնորհակալություն ձեզ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։